Armenia TV-ով այս շրջանում ցուցադրվում է Վերջին զանգ սերիալը, որը վստահաբար կարող ենք ասել, որ առաջատարն է հայկական սերիալային շուկայում։ Հեռուստադիտողի ուշադրության կենտրոնում է թե սցենարն ու նոր զարգացումները, թե դերասանների անձնական կյանքն ու կարիերան։ Հատկապես մեծ է մարդկանց հետաքրքրությունը գլխավոր հերոսների Անգելինայի ու Հենրիի հանդեպ։ Այսօր խոսելու ենք իրական կյանքում դրանց փոխհարաբերությունների և Հենրիի կնոջ արձագանքի մասին։ Զարմանալի չէ, որ Լևոնի կինը կարող է խանդել իր ամուսնու գործընկերուհուն, քանի որ համացանցում շատ է խոսվում այն մասին, թե իրականում Լևոնն ու Ռոզան իրար են սիրում։ Ահա և դերասան Լևոն Մկրտչյանի կինը բացառիկ հայտարարություն է արել, խոսելով Ռոզա Դավթյանի մասին։ Շատ լավ է, դա նշանակում է, որ նախագիծը ստացված է, իսկ այս պահին կարևոր է նախագիծը։ Ամալիա Հովհաննիսյանի հաղորդման շրջանակներում, անդրադառնալով ամուսնու Լևոն Մկրտչյանի և դերասանուհի Ռոզա Դավթյանի անուններն իրար կապելուն, անկեղծացել է ռադիոհաղորդավարուհի, դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։ Նա նշել է, որ այդ խոսակցություններն ու քննարկումները իրեն չեն նյարդայնացնում, քանի որ Լևոնն ու Ռոզան լավ ընկերներ են։ Շատ հաճելի շփվում են իրար հետ, ինչը ինձ ուրախացնում է։ Մենք միմյանց հետ շփվելու շատ առիթներ չենք ունեցել, 1-2 առիթ է ստեղծվել։ Զբաղված ընթացք է եղել, չենք հասցրել շատ շփվել, բայց նրան շատ լավ եմ վերաբերվում։ Ես առհասարակ խանդոտ մարդ չեմ, եթե խանդում եմ միայն ընկերուհիներիս։ Մինչև շատ երկար չշփվեմ, մարդու մասին կարծիք չեմ կարող կազմել։ Երբ ունենամ երկար շփում, հանգամանալից, այդ ժամանակ կարող եմ կարծիք ասել, բայց իհարկե վստահում եմ Լևոնի կարծիքին։ Լևոնը վստահելի է, բացի այդ մարդու մեջ կամ կա այդ խանդը, կամ չկա, բայց մեր ժամանակներում աղջիկների առաջարկությունները ապշեցուցիչ են։ Այդ սանձարձակությունը ինձ նյարդայնացնում է, ոչ թե որ կոնկրետ Լևոնի նկատմամբ է, այլ որ հայ կանայք և հայ աղջիկները կարող են թույլ տալ իրենց այդքան հասանելի և այդքան մատչելի։ Շատ են ռեալ առաջարկություններ լինում Լևոնին, ջղայնանում եմ, ոչ թե խանդի իմաստով, այլ որ իրենց չեն գնահատում։ Լևոնը կարող է նեղացնել, շատ ցավեցնել, բայց իր սրտին էլ ոչինչ չկա։ Դրա համար իրենից չի լինում նեղանալ։ Դրա համար մեր կռիվները, փառք Աստծո, տևում են 1-2 ժամ, մի օր, պատմել է Էվելինան։ Անդրադառնալով մայրանալու ցանկությանը, Էվելինան ընդգծել է. Ես այդ իրադարձությունից վախենում եմ, միաժամանակ շատ եմ սիրում, շատ կարևորում եմ, սարսափահար եմ լինում, դրա համար մտքերս շատ չեմ գեներացնում այդտեղ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պիտի լինի։ Ես շատ եմ սիրում երեխաներ, ինձ պատկերացնում եմ մամա, ասում են, որ լավ մամա կլինեմ։ Հարգելի հետևորդներ, իսկ դուք ինչ կարծիք եք Հենրի Անգելինա սերիալային զույգի մասին։ Գրեք մեկնաբանություն։